Հաղորդման գործընկերն է Armen Թելընկերությունն իր բիլային ապրանքանիշով։ Հաղորդման գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։ Հաղորդման գործընկերն է Հայ ջրմուղկոյուղի ընկերությունը։ Հաղորդման գործընկերն է Արարատ բանկը։ Պարզից պարզ սակագնային փաթեթ։ Ընդամենը 15.9 դրամ րոպե դեպի Հայաստանի բոլոր ցանցեր։ Խաղը սկսված է։ Բիլային։ Պարզ, հարմար, մատչելի։ Будет дуть, как говорится, из... Я разговаривала об этом. Field love and... Հայ ջրմուղ, խնայենք ջուրը, եթե անգամ վճարում ենք դրա դիմաց։ Փնտրում եք արտադրության եւ առաջարկա ծառայությունների ինքնարժեքը նվազեցնելու ուղիներ, Արարատ բանկը ձեզ ընձեռում է շուրջ 20%-ով էներգիայի ծախսերը կրճատելու հնարավորություն։ Վարկը նախատեսված է ջերմամատակարարման, ջերմամեկուսացման, լուսավորության համակարգերի արդիականացման, այլընտրանքային էներգիայի օգտագործման նպատակներով։ Ծրագրի շրջանակներում նման նախագծերը կֆինանսավորվեն մինչև 500,000 եվրոին համարժեք ԱՄՆ դոլարի չափով, 5 տարի մարման ժամկետով եւ 11-ից 12% տարեկան դրույքա չափով։ Այս վարկի շնորհիվ ձեր միջոցները խնայելուն զուգահեռ կնպաստեք նաև շրջակա կանաչ միջավայրի պահպանությանը։ Արարատ բանկ, պահպանենք արժեքները։ Հայաստանի էլեկտրական ցանցեր, լուսավորենք կյանքը միասին։ Ուշադրություն, այսուհետև յուրաքանչյուր ամսվա 1-ից 15-ը 8171 կարճ համարին ուղարկեք միմիայն անվճար SMS հաղորդագրություն, նշելով ձեր բաժանորդի կոդը եւ ջրաչափի ցուցմունքը եւ ստացեք հնարավորություն շահելու 150,000 դրամ նոյեմբերի 15-ի հերթական վիճակահանությանը։ Տվյալները կարող եք լրացնել նաեւ armwater.am կայքում, ջրաչափի ցուցմունք բաժնում կամ պարզապես զանգահարեք 171 կարճ համարին։ Հայ ջրմուղը միշտ է խրախուսում իր բարեխիղճ բաժանորդներին։ Բարի երեկո, խոսքի իրավունքն է հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում եւ այսօր այս ժամին հյուրընկալել ենք բանաստեղծ Հովիկ Հովեյանին, բարև ձեզ պարոն Հովեյան, շնորհակալություն, որ համեցել եք հարցազրույցի։ Առաջիկա կիրակի օրը հոկտեմբերի 20-ին ես տեղյակ եմ, որ գումարվելու է Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարը, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ Հայաստանի գրողների միության նախագահի ընտրության հարցը։ Ես տեղյակ եմ, ձեզ էլ են առաջադրելու, եթե գաղտնիք չէ ովքեր եւ հարցրել եք նրանց, թե ինչու։ Մենք այսօր հայտնվել ենք մի աննախադեպ իրադրության մեջ, երբ համագումարը ինքը չի առաջադրում եւ ինքը չի հաստատում իր նախագահի թեկնածուներին։ Կանոնադրորեն այսպես պիտի լիներ։ Սակայն Լևոն Անանյանի մահվանից հետո ժամանակավոր պաշտոնակատար քարտուղարը ստանձնեց քարոզարշավի մի ինքնատիպ եւ մենաշնորհային գործընթաց։ Եվ քանի որ համացանցային մի թերթի ես արդեն վաղորոք ասել էի, քանի չի լրացել հանգուցյալի 40 օրը, ես որևէ հեռուստածրագրի չեմ գնա, չեմ մասնակցի եւ պատասխաններ չեմ տա, մանավանդ որ իրավունք չունենք։ Քանի որ արդեն խախտված է այս կարգը եւ ժամանակավոր պաշտոնակատարը արդեն 1-2 եւ իր համախոհներով շատ ավելի հեռուստաելույթներ է ունեցել, ստիպված խախտելով նույն օրակարգը եկել եմ որոշ հարցերի պատասխանելու, որպեսզի լռությունը չհամարվի համաձայնության նշան։ Հիմա ովքեր են ձեզ առաջադրելու եւ ինչու են
առաջադրելու։ Ոչ մի գրող ինքը իրան չի կարող առաջադրել։ Ըստ կանոնակարգի այդպես է։ Այո, առաջադրում են գրչընկերները, համախոհները։ Եվ Կա մինիմալ, ներողություն եմ խնդրում, կա մինիմալ թիվ գրողների, որոնք ասենք առնվազն 5 գրող պետք է լինեն, որ առաջադրեն, կամ մեկն էլ կարող առաջադրել։ Բայց կարգը այսպես է, որ դու պիտի առաջադրվես եւ ոչ թե ինքդ քեզ հայտարարես նախագահի տեխնացու։ Կարծում եմ, որ առաջադրողների իմ խումբը բավական ստվար է, այդ մասին հիմա չեմ ուզում ասել եւ չեմ էլ ուզում մարզական պայքարի մեջ մտնել, մանավանդ որ դեռ հայտնի չէ թե ուրիշ ելով պիտի ներկայացվի իբրև տեխնացու, որովհետեւ ցանկալի է որ լինեն 3, 4, 5 տեխնացու, մարդիկ իրենց ձայները շրջանառության մեջ դրեցին եւ ապա հանեցին անհասկանալի պատճառներով։ Հիմա մենք չգիտենք, այսպիսի որոշում է կայացրել մեր նախագահությունը, որ մինչև ամսի 18-ը նախագահի տեխնացուները պիտի իրենց ծրագրային դրույթներով հանդես գան գրական թերթում եւ 2 օր ժամանակ տրվի Սփյուռքի մեր գրողներին, որպեսզի իրենք էլ հաշվի առնելով տարածաժամանակային եւ աշխարհագրական գործոնը, իրենք էլ համակարգչային տարբերակով, համացանցով մասնակցեն այսպես կոչված բաց գաղտնի ընտրության։ Իդեպ ասեմ, որ համագումարը բայց գաղտնի, այո, բաց գաղտնի, որովհետեւ համագումարը միայն պիտի փակ գաղտնի քվեարկությամբ որոշի իր տեխնացուին։ Քանի որ այս ամենը արդեն խախտված է, ուստի ես էլ կարող եմ հայտարարել այսօր առաջին անգամ ձեր ծրագրին, որ այո, գրչընկերներս, համախոհների իմ խումբը առաջադրելու է իմ տեխնացությունը։ Շատ լավ։ Միլիտոնյանն ասում է, որ իր սերնդակիցները, ավագ գրողներից շատերը եւ երիտասարդներից ոմանք դիմել են, որպեսզի իր տեխնացությունը առաջադրեն, մի խոսքով իրեն համոզել են իր իսկ ձևակերպմամբ։ Ձեզ էլ են համոզել։ Ոչ, ինձ հորդորել են, ինձ չեն համոզել։ Լավ։ Ձեր հակառակորդը գրողների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը, ի տարբերություն ձեզ, Հայաստանի գրողների միության նախագահի տեխնացուի կարգավիճակով հանրությանը որոշակիորեն արդեն ներկայացել է։ Ինչու եք նոր ներկայանում հեռուստադիտողին, երբ ընդամենը 5 օր է մնացել համագումարին, երբ արդեն հասկացել եք, որ ինչպես դուք եք նշում, կանոնադրությունն է խախտվում, կամ ինչու եք այսպես ուշացումով։ Համարենք, որ այսօրվա իմ հեռուստածրագրի մասնակցությունն էլ այնքան օրինական չէ, բայց կրկնեմ, քանի որ ընդդիմադիր կամ ընդդիմախոս կողմը արդեն բացահայտվել է վաղուց, մենք ստիպված հայտարարությամբ հանդես ենք գալիս։ Եվ դեռ չգիտենք, գուցե էլի 1, 2, 3, 4 տեխնացուներ լինեն։ Ինչ վերաբերում է ժամանակավոր պաշտոնակատարի հայտարարություններին եւ բացահայտումներին, պիտի ասեմ, հավանաբար խոճապահար շփոթության մեջ ժամանակավոր պաշտոնակատարը պատրանքի մեջ է եւ կարծում է, որ սա գյուղապետի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն է, ուստի բոլորը պիտի հանրության առջև խոսեն, ներկայանան իրենց սոցիալական ծրագրերով, իրենց ընթերցած գրքերով եւ այլն եւ այլն։ Դրա կաշառք չկա։ Բացառվում է։ Գրողները, գիտեք, այն խավն են, որոնց ոչ իշխանությունը, ոչ կաշառքը չի կարող կողմնորոշել, որովհետեւ յուրաքանչյուր գրող ապրում է ենթագիտակցականի նույնիսկ ինչ որտեղ անգիտակցականի, երբ որ ստեղծագործում է թելադրանքի տակ, եւ գրողներին դժվար թե որևէ մեկը կարողանա կաշառել։ Ուստի սա էլ է սխալ քարոզարշավը, որովհետեւ գրողների միության նախագահի ընտրությունը վերաբերում է հենց համագումարին, հենց այս 400-500 գրողին։ Կրկնում եմ, սա ոչ գյուղապետի ընտրություն է, ոչ էլ, ասենք, ազգային ժողովի падգամավորի, որ կանխավ քարոզարշավներ կազմակերպես, ներկայացնես քո ծրագրերը։ Իդեպ հեռուստածրագրերում ոչ մի անգամ լրջմիտ խոսակցություն չի եղել գրողների միության մասին եւ կազմակերպական կառուցվածքի մասին։ Եվ փաստ Լոռու մարզում ժամանակավորը կազմակերպել է նախընտրական մի քարոզարշավ եւ այնտեղ նախընտրվել է գրողների միության նախագահ, դարձյալ բաց գաղտնի քվեարկությամբ ձեռքերի բարձրացումով։ Տեսագրությունը հայտնվել է մեր համացանցում եւ տեսագրությունը կա։ Այսօր ժամանակավորը
մեկնել է Արցախ։ Ես չեմ կարծում, որ մեկնել է Արցախի պատմամշակութային հուշարձանները դիտելու։ Հանդիպում Արցախի գրողների միության անդամների հետ, Հայաստանի անդամների, Հայաստանի գրողների միության անդամների։ Ինչ վատ բան կա, հակականոնադրական է դրա համար եք ասում։ Իրավունք չունենք մենք քարոզարշավներ կազմակերպել մինչև համագումարը, մանավանդ որ ժամանակավոր պաշտոնակատարը պիտի որ արդեն իբրև տեխնացու ինքը իրեն դուրս դներ նախագահի պարտականությունների կատարման ծիրից, քանի որ հավասար պայմաններ չէր ստեղծվում այս դեպքում 1 կամ 2 կամ 3 հավակնորդների համար։ Ինչ էլ որ անի, նույնիսկ անմեղ քայլ կդիտվի որպես պաշտոնական դիրքի չարաշահում։ Ուստի ես օրդորում եմ այլևս հեռուստատեսությամբ հանդես չգալ, չբացահայտել ծրագրերը կամ չխոսել այլազան թեմաներից եւ սպասել մինչեւ ընտրությունը։ Ինչն է խանգարում, որ դուք էլ նույնը անեիք։ Քրեորեն պատժելի չէ, Չէ, քրեորեն պատժելի չէ։ ընտրական օրենսգրքի դրույթներին համարժեք կամ հակարժեք չէ, Այսպիսի բան չի եղել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ որևէ առնչություն չունեք։ Այսպիսի նախադեպ չի եղել գրողների միության համագումարների պատմության մեջ, երբ մենք օրակարգում ունեցել ենք ընտրության հարց։ Համագումարը ինքը պիտի առաջարկի իր տեխնացուներին, առաջադրի եւ ինքն էլ հաստատի։ Ամառը Լևոն Անանյանը վերընտրվեց։ Եղավ այնպես, ինչպես կանոնադրությունում է նշված, այսինքն հավաքվեցին համագումար։ Կարծում եմ, որ ոչ։ Եվ այո եւ ոչ, որովհետեւ տեխնացու ուրիշ կարծեմ չի եղել, ես չեմ մասնակցել համագումարին, հանրապետությունում չեմ եղել, եւ կանոնադրական մի շարք խախտումներ էլ կան եւ ցանկալի է, որ ժամանակավոր պաշտոնակատարը զբաղվեր այս կանոնադրական կետերի շտկումներով կամ բարեշրջումներով։ Իրարամերժ կետեր կան։ Այո, որովհետև մի քանի ամիս առաջ Արդարադատության նախարարությունը մի քանի կետեր ու ենթակետեր փոփոխության է ենթարկել։ Ես չեմ փորձում այստեղ վիճարկել Արդարադատության նախարարության բարեշրջումները, որոնք գուցեև չարաշրջումներ դառնան հետո։ Բայց մի քանի բան թույլ տվեք ասեմ։ Հիմա եթե մեր կանոնադրության 3-րդ գլխի 3-րդ կետի առաջին ենթակետում ասվում է, որ Հայաստանի գրողների միության անդամ կարող են դառնալ Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ արտերկրում բնակվող այն հայազգի քաղաքացիները, ովքեր ստեղծագործում են եւ այլն։ Իսկ ինչպես վարվել այս դեպքում մեր քուրդ գրողների հետ։ Մենք քուրդ գրող միության անդամներ էլ ունենք։ Այո, եւ ոչ միայն քուրդ, հնարավոր է որ վաղը մյուս օրը հայտնվեն ասորի, ուկրաինացի, ռուս, հույն գրողներ, որովհետեւ մեր երկրի պետական քաղաքականությունը ազգային փոքրամասնությունների հարցում վարում է լոյալ քաղաքականություն։ Եվ այսպես հայազգի բառը գրելով մենք չենք շեշտում մեր ազգային գրականության դերը։ Այս կետը պիտի վերանայվի։ Մեկ ուրիշ բան, եթե սփյուռքահայ գրողները Հայաստանի Հանրապետության գրողների միություն հասարակական կազմակերպության լիիրավ անդամ են, ապա պիտի ունենան ընտրելու եւ ընտրվելու իրավունք։ Չունեն։ Երբ նախագահության նախավերջին նիստը հրապարակեց այն փաստը, որ սփյուռքահայ գրողները ունեն ընտրելու եւ ընտրվելու իրավունք, հրապարակային մի խոսքում ես ասացի, որ ընդունում ենք, ենթարկվում ենք նախագահության որոշմանը։ Պատկերացրենք մի իրադրություն, որ առաջադրվում է Թուրքիայում բնակվող մի հրաշալի արձակագիր Մկրտիչ Մարկոսյան եւ ընտրվում է Հայաստանի գրողների միության նախագահ։ Ապա ինչպես է Թուրքիայի Հանրապետության քաղաքացին, Թուրքիայի անձնագրով կնքում պայմանագրեր եւ գործարքներ եւ ստորագրում բանկային եւ այլ փաստաթղթեր։ Դա աբսուրդ է։ Սա էլ պիտի վերանայվի։ Այս հրապարակումից հետո անմիջապես հավաքվեց հաջորդ եւ գուցե վերջին նախագահության նիստը եւ այս նիստը կարծես թե որոշել է, որ բանակցելով սփյուռքահայ համայնքների գրողական կազմակերպությունների պատասխանատուների հետ թույլ տալ գրողների միության համագումարին սփյուռքը մասնակցի միայն ընտրելու իրավունքով։ Երկրորդ սխալն է, եթե մարդը լիիրավ անդամ է, մեր կանոնադրության մեջ հստակ նշվում է, նա ունի ընտրելու եւ ընտրվելու իրավունք։ Այս դեպքում վարչությունը սփյուռքահայ գրողին դժբախտաբար ընկալում է իբրև ընտրազանգված։
Դա վիրավորական է ոչ միայն մեզ համար, այլև իրենց համար, որովհետև մենք ստեղծագործական հազարումի թելերով կապված ենք սփյուռքահայ մեր գրողների հետ, նրանք մասնակցում են մեր գրական կյանքին, նրանք մեր թիկունքն են, այստեղ բա ինչպես հասկանալ, որ պիտի միայն ընտրեն սփյուռքահայ գրողները։ Արցախը հասկանալի է։ Դե յուրե չճանաչված, դե ֆակտո հանրապետություն, սահմանակից եւ հայաբնակ։ Սփյուռքի դերը այստեղ դրսևորվում է իբրև ընտրազանգված։ Եվ Աստված գիտի թե Պաստորեն ինչպես նշում եք, բաց գաղտնի քվեարկության։ Այո, եւ երկու պիտի համացանցում քվեարկեն եւ Աստված գիտի թե սփյուռքը ում կտա իր ձայնը։ Էս էլ է դեռ անհայտ։ Այստեղ էլ մի սխալ կար։ Եվ սխալներից մեկը, ավելի շուտ սխալ չէ, վրիպումներից մեկը մեր կանոնադրության վերջին ամիսներին արդարադատության նախարարության ձեռամբ փոփոխված, այն է, որ մեր 4-րդ կետի, ուրեմն 4-րդ գլխի 4-րդ կետի 4-րդ ենթակետը հրապարակում է, որ վարչությունը Հայաստանի Հանրապետության գրողների միություն հասարակական կազմակերպության ինքն է հաստատում սփյուռքահայ գրողների իրավունքներն ու պարտականությունները։ Այդպիսի բան չի կարող լինել։ Կանոնադրությունը ինքն է սահմանում բոլոր գրողների իրավունքներն ու պարտականությունները։ Այս դեպքում ինչու է վարչությունը զբաղվում գրողների սփյուռքահայ խմբի մանիպուլյացիայով։ Ինչպես հասկանալ։ Եթե սփյուռքահայ գրողն ունի սփյուռքահայ գրողի կարգավիճակ, ապա ունի խորհրդակցական ձայնի իրավունք։ Եթե լիիրավ անդամ է, ուրեմն ունի ընտրելու եւ ընտրվելու իրավունք։ Վարչությունը այստեղ իրավունք չունի կանոնադրությունը խախտելով հրահանգներ տալ սփյուռքին։ Շատ լավ։ Ո՞րն է ձեր նպատակը, որ ուզում եք դառնալ Հայաստանի գրողների միության նախագահ, ինչ եք կարող եւ ուզում անել դուք, որ չի կարող անել ձեր հակառակորդը, կամ չի արվել մինչեւ այս։ Ես չէի ասի հակառակորդ, որտեվ ֆուտբոլային թիմերի պայքար չի, չնայած իրենք այդպես են հավանաբար անցալում, պիտի ասեմ ընդդիմախոսը, ընդդիմադիրը, գրչընկերը, ես գրողների միություն իմ համախոհների խմբով չեմ ուզում մտնել, որպես ասենք ապարանում հանկարծ մի երկնակեր հայտնաբերած միամիտ մարդ։ Գրողների միությունը այն կառույցն է, որ վաղուց հավաստել է իր գործընթացը, իր գործառույթը եւ իր նպատակներն ու գաղափարախոսությունը։ Սակայն վերջին տարիներին ես զգացել եմ, որ չնայած շատ չեմ գնացել գրողների միություն, որ գրողների միությունը դարձել է մի քանի առանձնաշնորհալ գրողների մրցանակային, կարուսելային հնարավորությունների օգտագործման վայր։ Տասնյակ գրողներ, ես կասեմ հարյուրավոր գրողներ վիրավորված են, որ իրենք անուշադրության են մատնված, մրցանակները ստանում են նույն գրողները, նույն մարդիկ, արտասահման մեկնում են նույն մարդիկ, խրախուսվում են նույն մարդիկ, գիտեք, մրցանակ ստանալը անշուշտ շոյելի է, բայց դառնացնում է մյուսներին։ Այստեղ էլ կանոնակարգելու խնդիր կա։ Ամեն գրող ինքնին մի ծրագիր է, մի մրցանակ է, ամեն գրող ունի իր ոճը, ժանրային իր առանձնահատկության մեջ է իրեն տեսնում։ Եվ այստեղ տարբերակումներ դնել եւ շփվել ընդամենը մի 20-30 գրողի հետ, ու մյուսների հոգսը, խնդիրը, թարգմանության, նրանց հրատարակման խնդիրները ինչ որտեղ մոռանալ անթույլատրելի է։ Ահա իմ նպատակներից համար մեկը։ Կա ինչ-որ բան, որ ձեր ընդդիմախոսին, ձեր գրչընկերոջը, ինչպես դուք եք ասում, կուզեք հորդորել այսօրվա եթերաժամը, եթերային հնարավորությունը օգտագործելով, թե այնինչ ասելու էր արդեն ասեցիք։ Այնինչ ասված է, ես չէի ուզենա, որ գրողների միությունը վերածվեր սկանդալային բարձրաձայնումների մի տարածքի, ինչը արվել է եւ իմ ծրագրային կետերից մեկում, դրույթներից մեկում այդ մասին էլ եմ ասում, որովհետև այսօր հայ գրողի համարումը քիչ մշուշված է եւ մենք ամեն ինչ պիտի անենք, որ վերականգնվի հեղինակությունը։ Վերջին եթե հավակնորդը ժամանակավոր պաշտոնակատարը մասնակցում է հեռուստածրագրի եւ հեռուստածրագիր վարողը ու կամահարանքով է խոսում Սիլվա Կապուտիկյանի կամ մեր մեծերից մեկի մասին եւ արժանի պատասխան չի ստանում, ապա այդ հավակնորդը ինչ տրամադրությամբ եւ ինչ հնարավորություններով պիտի մտնի կենթանի գրողների միություն։ Չի կարելի անդադ Չարենցը, Սևակը, Կապուտիկյանը, այս ինչ վերաբերմունք է, ինչ կամահարական վերաբերմունք է։
Սա էլ պիտի թույլ չտալ։ Մեղավոր ենք նաև մենք, որ միով բանիվ չենք աշխատել, չենք պայքարել։ Հեռուստա էկրաններին միշտ հայտնվում է խեղկատակ դոկտորատիպ մի գրող, որի ձայնը երբեմն դուք փակում եք հեռուստալրագրողներդ եւ իսպանական երաժշտություն եք դնում։ Ամոթ է, ուղղակի, ամոթ։ Փաստորեն չհաշված ձեր, այսպես ասեմ, օպոնենտի այն կանոնադրական թերությունները կամ բացթողումները կամ խախտումները, որ թույլ է տրվել վաղօրոք հայտնվելով այս կամ այն հեռուստաեթերում, ընդհանուր առմամբ պայքարը, եթե մնաք դուք երկու թեկնածուներով, այլ երրորդը չառաջադրվի կամ չորրորդը չառաջադրվի, ընդհանուր առմամբ առողջ եք համարում պայքարը, թե Աստված չանի, որ ուրիշ թեկնածուի հայտ չգա, որովհետև այստեղ ստացվում է կանխակալ պայքար։ Եվ բացի այդ, ասում եմ, այսօր մեկնել է Արցախ։ Եվ ես համոզված չեմ, որ Արցախը կկարողանա իր ձայնը տալ իր կամքով։ Այս դեպքում ես պայքարելու եմ, չասեմ պայքարելու, այստեղ պայքար չկա, հանդիմանալու եմ փաստորեն մի ընտանիքի, ոչ միայն ժամանակավոր պաշտոնակատարին, այլ ընտանիքի գրողները գիտեն, թե ինչ նկատի ունեմ ես։ Այսինքն փակագծեր չեք ուզում բացել։ Չեմ բացի։ Լավ, շնորհակալություն ձեզ հարցազրույցի համար։ Հայկական երկրորդ հեռուստաալիքի եթերում խոսքի իրավունքներ, իսկ խոսքի իրավունք ուներ բանաստեղծ, արդեն նաև Հայաստանի գրողների միության նախագահի թեկնածու Հովիկ Հովեյան։ Այսքանը, կհանդիպենք ցտեսություն։ Հաղորդման գործընկերն է Armen Tel-ընկերությունն իր բիլային ապրանքանիշով։ Հաղորդման գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։ Հաղորդման գործընկերն է Հայ ջրմուղկոյուղի ընկերությունը։ Հաղորդման գործընկերն է Արարատ բանկը։ Պարզից պարզ սակագնային փաթեթ։ Ընդամենը 15.9 դրամ րոպե դեպի Հայաստանի բոլոր ցանցեր։ Խաղը սկսված է։ Բիլայն։ Պարզ, հարմար, մատչելի։ With the dude, but like is я разговаривала об этом. The old love and Հայ ջրմուղ, խնայենք ջուրը, եթե անգամ վճարում ենք դրա դիմաց։ Հայաստանի էլեկտրական ցանցեր, լուսավորենք կյանքը միասին։ Ընտրում եք արտադրության եւ առաջարկած ծառայությունների ինքնարժեքը նվազեցնելու ուղիներ, Արարատ բանկը ձեզ ընձեռում է շուրջ 20%-ով էներգիայի ծախսերը կրճատելու հնարավորություն։ Վարկը նախատեսված է ջերմամատակարարման, ջերմամեկուսացման, լուսավորության համակարգերի արդիականացման, այլընտրանքային էներգիայի օգտագործման նպատակներով։ Ծրագրի շրջանակներում նման նախագծերը կֆինանսավորվեն մինչև 500,000 եվրոին համարժեք ԱՄՆ դոլարի չափով, 5 տարի մարման ժամկետով եւ 11-ից 12% տարեկան դրույքա չափով։ Այս վարկի շնորհիվ ձեր միջոցները խնայելուն զուգահեռ կնպաստեք նաեւ շրջակա կանաչ միջավայրի պահպանությանը։ Արարատ բանկ, պահպանենք արժեքները։ Ուշադրություն, այսուհետև յուրաքանչյուր ամսվա 1-ից 15-ը 8171 կարճ համարին ուղարկեք միմիայն անվճար SMS հաղորդագրություն, նշելով ձեր բաժանորդի կոդը եւ ջրաչափի ցուցմունքը, եւ ստացեք հնարավորություն շահելու 150,000 դրամ նոյեմբերի 15-ի հերթական վիճակահանությանը։ Տվյալները կարող եք լրացնել նաեւ armwater.am կայքում, ջրաչափի ցուցմունք բաժնում կամ պարզապես զանգահարեք 171 կարճ համարին։ Հայ ջրմուղը միշտ է խրախուսում իր բարեխիղճ բաժանորդներին։